Պենտեկոստեի կրակի Աստվածը։ Գիտեք, ես ասեմ ձեզ մի բան։ Յուրաքանչյուր հովիվ կամ որևէ քարոզիչ, ով քարոզում է Հիսուսի մասին, նա քարոզում է այն Հիսուսին, որին ինքը ճանաչում է։ Ճիշտ է։ Ես այսպես Հիսուս եմ ճանաչում։ Եվ ինձ դուր է գալի կրակի Հիսուսը, որովհետև նա ինձ սովորեցրել է, որ աշխարհում բոլոր հարցերի պատասխանները լուծում է կրակը։ Այո, նա վառում է, նա ջերմացնում է, նա ոչնչացնում է, ամեն, նա տաքացնում է, նա ապրեցնում է, ամեն, հալելույա։ Եվ այսպիսով, քանի որ մենք խոսելու ենք այս 3 կիրակիները Սուրբ Հոգու գալուստի մասին, Պենտեկոստե եւ այլ, եւ հարմար եմ գտել այսօր ակունքային սկսել, հա, այն ամենասկզբից, ինչ է Պենտեկոստե եւ այլն, քանի մարդ չեմ ասում գիտի, քանի մարդ տեղյակ չէ ինչ է Պենտեկոստեն եւ ինչպես է այն սկսվել, որտեղից է եկել, ինչու է եկել։ Կարող եմ տեսնել ձեր ձեռքերը։ Չեմ տեսնում ձեռքեր, որտեղ բոլորը հա ես համարյա տենցել ենթադրում էի։ Համարյա տենցել ենթադրում էի, բայց այս պատգամից հետո դու ձեռք կբարձրացնես, արդեն ուժը ճիշտ կբարձրացնես։ Համարյա տենցել Օսաննան որոշեց այսօր ազնվությունը Հալելույա։ Այսպեսի նախաբան ունեինք այսօր։ Այսպեսին նախաբանով սկսեցինք այսօրվա մեր ծառը։ Լավն էր, վատը չի։ Մենք օրդինար հավատացյալներ չենք, նիարդինարնի հավատացյալներ ենք։ Այսպես է սկսեցինք, այսպեսի միջը ուրեմն նախաբանով։ Լավ, որպեսզի իմանաս ինչ է իրանից ներկայացնում Պենտեկոստե կամ ով է Պենտեկոստեի կրակի Աստվածը, եկը սկսենք ճիշտ տեղից։ Եվ այսպեսով բոլորիս ուշադրությունը էկրանի վրա սկսում ենք Գործք առաքելոց, առաջին գլուխ, եւ այստեղ տեսնում ենք Հիսուսին։ Հալելույա։ Գործք առաքելոցը գրել է Ղուկասը։ Ղուկասն է գրել, Ղուկաս ավետարանիչն է գրել։ Եվ Ղուկասը նկարագրում է հետևյալը։ Սկսենք 8-11-ից մինչև 11-ը առաջի գլխի։ Բայց դուք, Հիսուսն է ասում, զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա գա, ուրեմն տարբերակ չկա, եթե հոգին չեկավ, զորություն չես առնելու, ճիշտ ասում։ Լավ, ես չմիջամտեմ, ես երևի շարունակեմ կարդալ։ Հալելույա։ Ես չգիտեմ ես ինչպես եմ ես պատգամը տալու ձեզ, Տիրոջը, բայց դուք զորություն կառնեք, հալելույա, երբ որ հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը, եւ երբ որ այս ասեց, նրանք նրան նայելիս վերացավ, այսինքն համբարձվեց Հիսուսը, եւ ամպ մի վեր առավ նրանց աչքերից, այսինքն նրանց աչքի առաջից այդ ամպը տարավ նրան, եւ դեռ որ նրանք Ես իր դիսայփլների վրա շատ խորը զարմացած եմ։ Աշակերտները զարմացած նայում էին, որ Հիսուսը գնաց, մտիկ էին տալիս երկինքը նրա գնալին, երկու մարդիկ, կրկին երկու մարդիկ, երևացան նրանց սպիտակ հանդերձներով եւ ասացին, ով գալիլացի մարդիկ, ինչ եք կանգնել եւ մտիկ եք տալիս դեպի երկինք, այն Հիսուսը որ ձեզանից վերցրվեց երկինք, այսպես կգա նրան տեսակ երկինք գնալիս նույն ձև, նա երկրորդ անգամ հետ է գալու, ոնց տեսակ ասում է, աչքերով, լավ տեսակ, հաստատ նույն ձևի Հիսուսը վերադառնալու է եւ ինչ որ մեկը բացականչեց, ամեն, Ալելույա, ամեն, Հալելույա, այսենց տեսակ, ուրեմն, երկինք գնալը ոնց տեսակ, այտենց տեսնելու եք նրա գալը, շատ լավ, ես ուզում եմ ստեղ կանգառնենք և խոսենք ինչ է իրանից ներկայացնում, մինչև կմտնենք Գործք առաքելոց 2-րդ գլուխ, ես ուզում եմ որպեսզի դուք իմանաք, այստեղ մի քանի արժեքավոր դաս այս ժամանակվա աշակերտներին է Աստված պահել, դու անպայման վերջում քեզ հարց տու, ինչ էր ուզում այս պատգամում Աստված ասեր ինձ, այս հարցը վերջում քեզ կտաս, որտև այս պատգամի մեջ մի կարևոր, ահավոր արժեքավոր պատասխան ունես Տիրոջից, բոլոր նրանք, որ հատկապես աղոթում են եւ կա մարդ, որ ինչ-որ մի բանի համար աղոթում է երկար ժամանակ եւ դեռ դրա պատասխանը չի տեսել, մնացածին այդ պատասխան, օքեյ, շատ արթուն եկեղեցի է, շատ արթուն, հա,
Այսինքն ցած մոտ ամեն ինչ շատ լավ է։ Փառք Հիսուսի։ Ես ընդհանրապես ուրախ եմ դրա համար, որ դա տենց է, բայց ուզում եմ ասեմ, որ դու մնա այսօրվա պատգամի մեջ, հետևիր այս մտքին, որովհետև դու անպայման այստեղից արժեքավոր պատասխան ես։ Լսեք, Աստվածաշնչում գրված է, որ նա անսուտ Աստված է։ Ես հենց սկզբից ուզում եմ հարցնեմ, քանի մարդ է վստահում Հիսուսին։ Ես վստահում եմ նրան։ Ես ոչ մեկին չեմ վստահում, ոնց որ կվստահեմ Հիսուսին։ Այո։ Ատենցել կարող ես հանգիստ ապրել, չվստահել ոչ մեկին, անվստահություն չեմ կարոզում, բայց վստահել է պետք միայն Աստծուն։ Ամեն։ Ես հիմա այստեղ ուզում եմ մի բան տեսնեմ, նա խաբեց աշակերտներին թե ոչ, որտեղ աշակերտները շուշուտ մրսում էին։ Կա չէ՞ մարդ որ շուշուտ գրիպ անգնում։ Իմունիտետը լավը չի դրա համար։ Աշակերտները Հիսուսի շուշուտ գայթակղվում էին։ Ես ամիտեղ կտեսնաս հենց այստեղ, այս պահին գայթակղված իրանց, որ միգուցե երբևիցե այս կոնտեքստը կարդալուց չես տեսել, ոչ թե գայթակղված էին, այլ հիմա էլ ուրիշ մի հատ ալիք էր իրանց վեկալետար է, շուշուտ բռնվում էին մի բաներով, շուշուտ շեղվում էին մի բաներով։ Եվ հիմա Հիսուսը խոսում է, ես գնում եմ, դուք մնացեք, ինչ որ վերնատանը մնացեք, ինչ որ զորություն կառնեք, հետո դուրս կգաք, ուրեմն կոնկրետ երկու բան եմ տեսնում, մնացեք վերնատանը, հետո ասում եմ սպասեք, հետո դրանից հետո ասում զորություն կառնեք ու դուրս կգաք, ասում կգնաք Սամարիա, այնտեղ Երուսաղեմ, աշխարհի ծերերը եւ այլն, բայց առաջի բանը որ ասում եմ ձեզ, սպասեք, հետո երբ որ Սուրբ Հոգին կգա, դուք կզգաք, որ նա եկել է զորություն կառնեք, երրորդը դուրս կգաք, լավ, ոնց որ ամեն ինչը տեղը բերեցին աշակերտները, բայց այս կոնտեքստում մի բանը բոմբա, մի բանը աշակերտների կողմից բոմբեր, բայց դա հետո ենք նայելու, իսկ արի հիմա նայենք, դուք շատ անգամ ինձ հարցրել եք, ի՞նչ է նշանակում հոգեգալստականներ, որտեղ մի քիչ առաջ դուք բոլորդ ասացիք, դուք շատ լավ եք իմանում, դրա համար ասացի մանր ասեմ, էլի, ինչ է նշանակում 50-ական, եկեղեցի կա, որը կոչվում է 50-ականներ, ես ծնունդ եմ առել 50-ական եկեղեցում, որի համար Աստծուն փառք եմ տալիս, դա ամենահզոր դպրոցն էր, որով ես անցել եմ, փառք Տիրոջը այդ եկեղեցու համար, բայց գնանք առաջ, դուք շատ հարցնում եք, այդ 50-ականը ինչ է, կամ այդ հոգեգալստականը ինչ է, այսօր պատրաստ ես լսելու այդ պատասխանը, եք իրար հետ մի բան նայենք, եք նայենք, Պենտեկոստը նախ հունարեն մի հատ բառ է, որը նշանակում է 50-րդ, ուրեմն Պենտեկոստը հունարեն բառ է, որը նշանակում է 50-րդ, պարզ է, հասարակ Խոսքը վերաբերվում է Զատկին հաջորդող 50-րդ օրը, չէ որ մենք Զատիկը արել ենք երբ ապրիլի 5-ին, 50 օր հետո մայիսի 24-ին դառնում է 50-րդ օրը, ուրեմն Փեսախը, որ նրանք անում էին իրենց Զատիկը, Փեսախից 50 օր հետո մի տոն էին տոնում հրյանները, եւ դրա անունը Պենտեկոստե չէր, դրա անունն էր Բերքահավաքի տոն կամ շաբաթների տոն, դուք կարդում եք սա? Ուրեմն այն հայտնի է որպես շաբաթների տոն եւ 50 օրվա տոն կամ 5 տակարանում շաբաթների տոնը հայտնի է որպես նաեւ Բերքահավաքի տոն։ Ինչ է նշանակում շաբաթների տոն։ Եթե ես մի քանի շաբաթ իրար հետ կպցնեմ, ես դրան կկոչեմ սեզոն։ Հա? Կկոչեմ սեզոն, այսինքն մի քանի շաբաթներ հետո ինչ-որ մի հատ բերքահավաք էր տեղի ունենում, ուզում եմ հենց քեզ սկզբից ասեմ, որ տվյալները, որոնք մենք հիմա տոնում ենք, նրա հարությունը կամ բերքահավաքը 2000 տարի առաջ կարծում եմ այլ օր ա եղել, ժամ ա եղել։ Բայց դա ուրիշ հարց է, ես ուզում եմ ասեմ, որ ինչ-որ մի հատ շաբաթների հավաքածուի վերջում սեզոն էր գալիս, որը կոչվում էր շաբաթների վերջի օր, վերջի տոն, որը տեղի էր ունենում ուշադիրնայի բերքահավաք։ Սա Պենտեկոստե բառի իմաստներ, որ ուզում եի, որ դու տեսնեիր, շատ լավ, և հլը սրան շատ ենք անդրադառնալու, Պենտեկոստե բառը այսօր շատ է հնչելու, ուրեմն, այս ամբողջը հասկանալի է, հիմա ես ուզում եմ, որ ես ու դու մտնենք Պենտեկոստեի ասպարեզը, որտեղ տեղի է ունեցել այդ գերբնական, այդ անբացատրելի բանը, եք միասին նայենք, իրականում անբացատրելի։ Եթե դու ուզում ես կարդաս ինչ-որ միտեղ Սուրբ գրքում, որտեղ է գրված Պենտեկոստեի կրակի Աստծո մասին, որտեղ է գրված Պենտեկոստեի մասին, ապա այն գրված է Գործք առաքելոց 2-րդ գլխում եւ 1-ից 13-ը իրար հետ ընդամենը կարդում ենք, որից հետո անցնելու ենք պատգամին, դեռ հələ պատգամը չենք սկսել։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, King James-ի թարգմանությունը
King James-ի թարգմանությունն ասում է, ես չգիտեմ այստեղ այդ թարգմանությունն է օգտագործած թե չէ, որտեղ միտեղ անպայման խնդրեն եմ որ դնեն այդ թարգմանությունը։ Ասում է, երբ որ Պենտեկոստեի ամբողջական օրերը վերջացան, ամենքը միաբան մեկտեղ էին եւ հանկարծակի երկնքիցը մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Եվ երևաց նրանց վրա բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եվ Երուսաղեմում բնակված էին հրյաներ, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ ամեն ազգերից, եւ երբ որ այս ձայնը եղավ, բազմություն եկավ մեկտեղ եւ կիսվեցավ, որովհետեւ ամեն մեկը լսում էր նրանց, ուրեմն կիտվեցավ, որովհետեւ ամեն մեկը լսում էր նրանց, որ իրանց լեզուներով էին խոսում։ Ու մի հատ արաբ մոտենում է ու նկատում է, այս նստածներից մեկը արաբերեն է խոսում։ Հիշեք, որ հրեշտակն ասեց, ով դուք գալիլացի մարդիկ, գալիլացիները համարվում էին անգրագետ մարդիկ։ Դուք ինչքան հումորանում եք, սաղ վերագրում եք աբարանցիների վրա, չէ՞։ Ալելույա, տենց խեք վերագրում եք, իմացեք, աբարանցիների վրա։ Հիմա այստեղ նույն պատմությունն է, գալիլացի նշանակում էր անգրագետ մարդիկ։ Նազարեթ ավելի, որտեվ հիշում եք մի անգամ Աստվածաշնչում նոր կտակարանում գրված է եւ Նազարեթից մի լավ բան դուրս կգա, այսինքն այդ ինչ տեղա որ մի հատ այդտեղից խելացի մեկը դուրս գար, Հիսուսի մասին էին ասում։ Բայց ես վերադառնամ հետ գնանք նորից։ Այստեղ ես ուզում եմ ասեմ, որ սկսեցին մարդիկ տարբեր լեզուներով խոսալ եւ ասում քանի որ Երուսաղեմում հիմա էլ որ դու գնաս Երուսաղեմ, դու այնքան ազգի մարդ կտնաս կապշես, ազգերի հավաքածու կան տեղ։ Եվ հիմա պատկերացեք Պենտեկոստեն է, ինչ որ լեզուներ, կրակի լեզուներ եւ մարդիկ սկսում են խոսել լեզուներով եւ ստեղ գրված է, որ ինչպես լեզուն իրենց խոսել էր տալի, այդպես էին խոսում։ Եվ Երուսաղեմում բնակված հրյաներ, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ ամեն ազգերից կային հավաքված եւ երբ որ այս ձայնը եղավ, բազմությունը եկավ մեկտեղ եւ կիտվեցավ, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իրենց լեզվով խոսում էին։ Գնանք, եւ ամենքը հիանում էին եւ զարմանում էին եւ իրար ասում էին. «Ոյ, չէ՞ որ ահա սրանց ամենքը, որ խոսում են, գալիլացի են»։ Ալելույա։ Եվ ինչպես մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ սրանք գալիլացի հրյա մարդ էսի ոնց է կարողանում խոսել, ասում մեր ծննդյան, մեր ծնված օրվա, մեր մայր լեզվով։ Պարթևներ եւ մարկ եւ եղամացիկ եւ բնակողներ Միջագետքի, Հրեաստանի, Կապադովկայի, Պոնտոսի եւ Ասիայի մեջ, եւ Փրիգիայի եւ Պամփիլիայի մեջ եւ Եգիպտոսումը եւ լիբիացիների կողմերումը, ուրեմն Կիրենի մոտ եւ նորայք հռոմեացիներ, հրյաներ եւ նորահավատներ, կրետացիներ եւ արաբացիներ լսում ենք, որ սրանք մեր լեզուներով են խոսում, այսինքն մեր լեզվով են խոսում։ Աստծո մեծամեծ հերիք չի ասում մեր լեզվով են խոսում։ Ստեղ նայ, ասում Աստծո մեծամեծ բաներն են խոսում։ Այսինքն այս տարբեր տեսակի կրետացի, մրետացի, այս կրետացին վեկալելա խոսում է ճապոնացու լեզվով։ Օրինակ, ասենք օրինակի համար արաբը խոսում է հայերեն, այն մյուսը խոսում է վրացերեն, այն մեկը խոսում է ռուսերեն, ասում է, այս ինչ է խոսում, ասում է սրանք, ասում է եւ խոսում են մեծամեծ բաներ, Աստծո մեծամեծ բան, այսինքն այդ լեզուները փառաբանում էին ու պատմում էին Աստծո փառքի մասին։ Ես կարծում եմ ότι խելագարվելու բան է տեղի ունեցել։ Հաջորդը եւ հիանում էին ամենքը եւ զարմանում էին եւ մեկը մյուսին ասում էր. «Ինչ կարա լինի»։ Ինչ։ Բայց այդտեղ գտնվեցին որոշները, իսկ ուրիշները, եթե լսեն, կարող է լինել Պենտեկոստեի կրակ քո կյանքում, կարող է լինել Սուրբ Հոգու ներկայություն, բայց ես այդտեղ մեկին եմ տեսնում, որ երբեք մեզ չի լքում։ Սատանան, նայ ասում է, եւ կային նաեւ ուրիշները, որ ծաղր արեցին, ասում են, սրանք հարբած են, այնպես որ կարող է դու լինես լծված ու իմացի, եթե դու լծված ես, ավելի հետաքրքիր է նա հետևիցդ անպայման գալու է։ Այո, շատ լավ։ Եվ էսի Պենտեկոստեի ուրեմն կարելի ասել դեմոնստրացիաներ, որ տեղի ունեցավ։ Գիտես ես ինչ եղավ, որովհետև այդ օրը ծնվեց Քրիստոսի առաջին եկեղեցին։ Առաջին բերքը, չեք մոռանում, որ նա բերքը հավաքի տոներ, նա շաբաթների վերջն էր, ապրիլի 5-ին մենք տոնել ենք զատիկ, եւ շաբաթների վերջը,
Այսինքն մի քանի շաբաթ հետո շաբաթների ավարտում տեղի ունեցավ բերքահավաք եւ ծնվեց առաջին Քրիստոսի եկեղեցին, որին կոչում են Հարս եկեղեցի, եւ 3000 մարդ այդ օրը փրկվեց։ 3000 մարդ այդ օրը փրկվեց։ Գիտեք, աշխարհում կան հազարավոր եկեղեցիներ։ Աշխարհի 6 մայրցամաքներում կան հազարավոր եկեղեցիներ, բայց Քրիստոսը ունի մեկ եկեղեցի։ Մենք բոլորս ճրագակալներ ենք համարվում, բայց այդ բոլորը իրար հետ միասին կազմում են մեկ տիեզերական եկեղեցի։ Պարզ է։ Այնպես որ եթե դուք զարմանում եք, որ այս ինչի են սենց եկեղեցիներ աճում, շատ լավ են անում, որովհետև որքան լուսամփոփները ավելանան, խավարն այնքան կցրվի։ Ամեն։ Որքան ձեր տանը լուսավորությունը շատ է, դու առողջ կապրես, որովհետև լույսը իր հետ առողջությունը բերում, այո, մի բան եմ ուզում նայես, ամբողջ աշխարհով բոլոր քրիստոնեական եկեղեցիները որպես ճրագակալներ իրար հետ կազմում են համ ընդհանուր մեկ տիեզերական եկեղեցի, որի անունն է Հարս։ Ամեն, փառք Աստծուն, որ դու գտնվում ես քրիստոնեական եկեղեցում, պենտեկոստալ եկեղեցում, որտեղ հավատում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որտեղ ընդունում են Սուրբ Հոգու գալուստը, որտեղ խոսում են լեզուներով, ամեն, փառք Հիսուսին, հալելույա։ Անգեի մարգարեն այս առիթով մի բան է ասել։ Անգեի մարգարեն այս առիթով մի բան է ասել։ Ասում է Անգեի 2:9, լսիր, ասում է այս վերջի տամփարքը մեծ պիտի լինի առաջվանիցը, ասում է Զորացտերը, եւ այստեղում խաղաղություն պիտի տամ, ասում է Զորացտերը։ Ես ուզում եմ մի բան հասկանամ, ես հարց ունեմ Անգեին օղած, այս վերջի տունը ինչ ասել է, քո մասին է խոսում։ Ասում է վերջին ժամանակների եկեղեցիները ամբողջ աշխարհով ավելի շատ են լինելու, քան առաջի տանը, որը 3000 հոգի էր։ Այս մասին է, սա խոսում է Պենտեկոստեի մասին, վերջին, եւ Պենտեկոստեից հետո անցել է 2000 տարի, հիմա դուք կտեսնեք, միած ստատիստիկա եմ բերել, որ դուք կտեսնեք ինչքան են աճել քրիստոնյաները, նրանք այլևս ամբողջ աշխարհում 3000 չեն, նրանք 2 միլիարդից ավել են, ուրեմն վերջի տամփարքը ավելին է, քան առաջինը։ Ես մի քիչ առաջ մի հատ հարց տվեցի, կարելի է հավատալ Հիսուսի խոսքերին։ Ալելույա, շատ լավ։ Ուրեմն ուզում եմ, որ մի բան նայես։ Անգեի մարգարեությունը խորհրդանշում է աստվածային զորության աճը, տեսանք։ Մենք խոսում ենք 3000-ը ընդդեմ 2 միլիարդի եւ ավելին։ Խոսում են նրա զորության աճի, հույսի վերականգնման եւ նոր սկզբի հզորությունը, ուրեմն համեմատած անցյալ Պենտեկոստեի ժամանակվա եկեղեցու հետ։ Պարզ է, ուրեմն կա առաջի փառք, Պենտեկոստեն է, կա երկրորդ փառք, վերջինը, դա դուք եք։ Այո, նախորդանշում աստվածային զորության աճի մասին, աճ կա։ Կա հույսի վերականգնում ձեզ համար, ով է հավատում Աստծուն, ով է լիահույս, որ նա, որ քեզ ինչ որ խոստացել է, տալու է, ամեն, լիահույս, չեք հասկացես, որովհետև այսօր մենք աղոթելու ենք, որ Պենտեկոստեի կրակի Աստվածը քանդի քո մտքից ամեն վախի ու կասկածի բերդեր, որոնք թույլ չեն տալիս վայելես Աստծո ներկայությունը։ Այո, իսկ հիմա ուզում եմ մի քանի հատ վիճակագրական տվյալներ տեսնենք, եկեք միասին նայենք։ Ուրեմն ամբողջ աշխարհով մեկ այսօրվա դրությամբ վիճակագրական տվյալները եկեղեցիների մասին հետևյալն են։ Պենտեկոստեի օրը 2000 տարի առաջ փրկվեց 3000 մարդ։ Այդպես է ասում Սուրբ Գիրքը։ Այսօր ամեն օր Քրիստոսի մարմնին ավելացող մարդկանց թիվը ամեն օր կազմում է 174,000։ Ստեղ են ասել, անգեն մի հատ բան ասեց կրակն ընկավ, նայեք, ամեն շաբաթ աշխարհում 3500 նոր եկեղեցի է հիմնվում։ Ամեն։ Սա 3500 ճրագակալ է ընդդեմ խավարին, սա 3500 եկեղեցիներ են, որտեղ փրկվում են ջարդված, կոտրված, անհույս մարդիկ։ Հաջորդը նայենք։ Միացյալ Նահանգներում այստեղ կան ավելի քան 350,000-ից ավել եկեղեցիներ։ 350,000 եկեղեցի Միացյալ Նահանգներում, քրիստոնեական եկեղեցի։ Լսեք, Սողոմոնի տաճարը ներսը եղել է, ես ռուսական չափով ասեմ, 27 մետր,
27 մետր, 90 ոտնաչափը, 90 ֆուտ, ինչ եք ասում։ Ֆիտ մենք ասում ենք սանտիմետր, 27 մետրը, ասում եմ սանտիմետր, 27 մետրը ինչ է իրանից ներկայ։ Ես չգիտեմ, այս շենքի երկարությունը ինչքան կլինի։ Ավելի շատ է, քան 27 մետրը, չէ՞։ Այո, շատ է։ Բայց լսեք, այս 27 մետրում ինչքան մարդ կհավաքվեր։ Բահլը մի հատ ասեմ, որ մի հատ խորան կար, էդի թույլ չի տալի մարդ մտնել։ Հետո կար սրբության սրբոց էլ թույլ չէր տալի։ Մի հատ պուճուր տեղ էր մնում, մեկ էլ մնում էր դրսի ուրեմն գավիթը։ Ինչքան մարդ կհավաքվեր։ Էդի Սողոմոնի տաճարներ գիտեք ինչ փող է ծախսվել այդ տաճարի համար։ Ոսկուց բան։ Միլիարդներ է ծախսվել Սողոմոնի տաճարը կառուցելու համար։ Բայց ընդամենը կարող էր քայլել մի քանի մարդ։ Նո մի 3 կամ 4 տասնյակ։ 40-50, լավ թող 100 հոգի լիներ, բայց մենք ստեղ խոսում ենք հազարավորների մասին։ Այո։ Ուրեմն Հնդկաստանում ամեն ամիս մկրտվում է ջրով 15000 մարդ։ Փառք Հիսուսին։ Հրաշա, այս սրտաց մի հատ ծափահարի, սրտան։ Որոշները մտածում են Կիրակի օրը չգանք եկեղեցի շատ աշխատացնում է մեզ իստե։ Բարձացու ձեռքերը, ադիլավելի, հազիվ եկել ենք նստել ենք աշկերներս կպնի շաբաթվա 6 օրն աշխատել ենք, բարձացու ձեռքերը, աշխատանք է, չէ։ Ծափահարի, այ մարդե հազիվ խեղճ ձեռքերս 6 օր շաբաթվա մեջ աշխատել եմ, այլ գամ ստե ծափահարեմ։ Ծափահարի, որ շաբաթվա մնացած 6 օրերը ուժ ունենա ծառայի։ Ամեն։ Չինաստանում կա ավելի քան 80 միլիոն ավետարանի հավատքի հավատացյալներ։ 80 միլիոն։ 80 միլիոն։ Թե 80,000-ը լավ չեմ գրել, հա, ես գիտեք Հնդկաստանում 80 միլիոն մարդ է ապրում։ Հնդկաստանը տեսել եք, չէ, ինչքան sense մղի բզզի պես լցված ժողովուրդ է, իրար վրա լցված եւ այլն։ 80, ուրեմն 80 միլիոն բնակիչ ունի Հնդկաստանը, Չինաստանում ավելի քան 80 միլիոն հավատքի ավետարանի հավատքի հավատացյալներ կան, 80 միլիոն։ Դե լարսա Մարսելա պետք է։ Չինաստանում եկեղեցիների թիվը 5 անգամ ավելի արագ է աճում, քան բնակչության։ Փառք Հիսուսին։ Ես ասացի փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Պենտեկոստեի կրակի Աստված։ Հալելույա։ Սա կարող է ստեղծել միայն կրակը։ Ամեն։ Հալելույա։ Մի հատ գործ կառաքելոց գնանք նորից։ Այսօր ստեղ ենք։ Հալելույա։ Երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, fully come տեսեք գրված է ամենքը միաբան մեկտեղ էին լսեք fully բառը King James-ի թարգմանությունում միայն այս մարդն է գրել էդի ամբողջովին ես ուզում եմ ասեմ այն որ սպասում ես Աստծուն այն որ սպասում ես տարիներով հիմա դրան ենք մոտենալու այն որ սպասում ես կա մարդ որ սպասում է Աստծուն շատ պետք է Հիսուս արի շատ պետք է fully come Ասենց կուզես գա? Սենց հագալի ինքը, ամեն, երբ ամեն ինչ իր ժամանակին կրանչում է նրան, աստված չի գալիս շուտ և չի ուշանում, նա գալիս է fully come, հալելույա, լսեք, Բոլորս գիտենք, որ հրյաները զատիկը Փեսախ անվանվան նշում էին Փեսախը, դա իրանց տոններ, զատիկի տոններ, 2000 տարի առաջ, Պենտեկոստեից 50 օր առաջ, բրծավ Փեսախը, զոհվեց վերջին գառը, նշվեց վերջին զատիկը, վերջ, Փեսախն էին տոնում և հետո տոնվեց վերջին Պենտեկոստեն, Ատենց Պենտեկոստը չի եղել, մի հատ էլ սպասում են վերջին ժամանակներում։ Մեր քույրը Վիկան միշտ ասում է, այն անգեի մարգարեությունում, այն հովելի մարգարեությունում, որ գրված է, և վերջին օրերի մեջ, նա իր հոգին կթափի, ապրում է էդի տեսնես կինը, այս քույրը, ապրում է էդի վերջի օրերի մեջ, ասում է, թափելու է Աստված իր հոգուց, ձեր աղջիկները և տղաները մարգարյանալու են, ձեր ծերերը երազներ են տեսնելու, Իմիջայլոց որ շուշուտ երազատենում արդեն ծերացելով, ատենց աստվածաշունչն ասում,
Ծերերը երազն տեսնելու։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, հիշիր, եթե այսօր քո աղոթքը դեռ պատասխան չունի, օրերն են լրանում։ Աստված ֆունդամենտալիստ է, ով է տարել իր կոշիկը պաչինկա անելու։ Այսինքն քեզի հակած կոշիկը տարել ես, մի հատ կրուն գածրվել, ջարդվել եւ այլն, պաչինկա են անում։ Ես ուզում եմ սեղնայես, Աստված պաչինկա անող չի, նա ֆունդամենտալիստ է։ Պենտեկոստը սանոր անուն էր բոլոր տոների մեջ, Փեսախ հասկանում ենք, բերքահավաքի տոն, շաբաթների վերջին տոն հասկանում ենք, Պենտեկոստ է, սանոր անուն էր բոլոր տոների մեջ, լսիր, ինձ անչափ դուր է գալիս ծառայել Աստծուն, ինձ անչափ դուր է գալի Հիսուսը, քեզ, այ համոզիր ինձ էլի, Քրիստոսի աշխարհ գալուց առաջ 5500 տարի առաջ, Քրիստոսի աշխարհ գալուց 5500 տարի առաջ, հրյա ժողովուրդը 400 տարով գերության մեջ էր Եգիպտոսում, գերության տանը ստրուկության եւ լծի մեջ են 400 տարի Իսրայելը աղաղակել է Աստծուն, ուր է ստեր 400 տարի է աղաղակում է Իսրայելը եւ Աստված չի պատասխանում, բայց եղավ մի հատ օր, երբ որ օրերը լրացան եւ Աստված պատասխանեց, հարց Աստծուն, ուր է իր 400 տարի, ուր է իր Տեր, երբ որ ժողովուրդը աղաղակում էր, թե ազատի մեզ, ազատի մեզ գերությունից, ես ուզում եմ ձեզ ասեմ, ձեզանից շատերը կարծում են, որ Աստված լռում է իրենց կյանքում ու շատ երկար է լռել, բայց ես ուզում եմ քեզ ասեմ, Աստված ոչ թե լռում է, եւ եթե դու նկատում ես, որ նա լռում է այս սեզոնին, ապա ուզում եմ քեզ ասեմ, որ նա պատրաստվում է գերբնական զորությամբ պատասխանելու քեզ, ինչպես պատասխանեց Իսրայելին։ Ամեն։ Դու ասում ես, ես աղոթում եմ, ես մեռա աղոթելով, ես ծոմ եմ պահում, ես զոհ եմ անում ու Աստված չի պատասխանում, ես ուզում եմ ասեմ ֆոկուսը տար ուղիղ Եգիպտոս, նրանք 400 տարի աղոթում էին եւ Աստված լսում էր նրանց աղաղակը եւ հիմա նորից կրկին հարց Աստծուն, ինչու 400 տարի առաջ չպատասխանեցիր, ապա պատասխանեցիր 400 տարի անց, որովհետեւ նա պատրաստում էր Մովսես անունով մարդուն, որպեսզի դուրս աներ ժողովրդին։ Նա ինչ-որ մի բան է պատրաստում քո կյանքում։ Ես ասացի, նա ինչ-որ մեկին է պատրաստում քո կյանքում։ Ամեն։ Ինչ-որ մեկի ձեռքով, ինչ-որ մի միջոցով Աստված պատրաստում է քո պատասխանը։ Ամենակարևոր բանը գիտեք որն է, որ իմանաս, որ Աստված չի արհամարում ոչ մի աղոթք։ Ուզում եմ, որ դու չափից դուրս վստահ լինես, որ նա չի արհամարում ոչ մի աղոթք։ Ես հիմա ցույց եմ տալու, այդ Մովսեսը ինչ արեց։ 400 տարվա մեջ մի Մովսես չգտնվեց, ոչ 400 տարվա մեջ մի մարդավարի աղաղակող Աստծուն չգտնվեց, ոչ 400 տարի անց փոխվում է պատմությունը 400 տարի Աստված լռեց Իսրայելի համար եւ 400 տարի անց նա պատասխանում է, որովհետեւ նա պատրաստում էր Մովսես անունով մի մարդու Աստված քո կյանքում այտենց Մովսես է պատրաստում Նրա միջոցով Աստված ինչ-որ մի բան է անելու։ Սպասիր այդ օրվան։ Արինային ինչ արեց։ Արինային։ Սա նայիր։ Սա անպայման ֆիքսի սա բոլորիդ այստեղ պետք է։ Եթե Աստված լռում է, դա չի նշանակում, որ նա չի աշխատում քո պատասխանի վրա։ Հա? Չէ, իմ ինչ-որ մեկը դառնացած սրտով կարող է ասել, դա այդպես չէ։ Դու ուրեմն լավ չես ճանաչում Հիսուսին։ Ես քեզ հրավիրում եմ այս 3 շաբաթները մնաս այստեղ։ Արի մնանք Պենտեկոստեի այն տեղը, որ Հիսուսն աշակերտներին ասեց, մնացեք մեկտեղ հավաքված, սենց մնացեք մեկտեղ հավաքված, սպասեք մինչև իմ գալուստը, որովհետև հետո մի հատ բան է տեղի ունենալու, եւ մենք դրա անունը կդնենք Սուրբ Հոգու գալուստ։ Ձեր վրա կիջնի վերին զորությունը եւ դուք զորություն կստանաք։ Ձեր տանը որ ցուրտ է լինում, դուք դա զգում եք, զորությունն էլ կզգաք։
Ամեն։ Եթե Աստված լռում է, դա չի նշանակում, որ նա չի աշխատում քո պատասխանի վրա։ Ինչ որ մեկին սա դուր եկավ, իսկ հիմա նայենք տենանք ինչ արեց Մովսեսը։ Նա ինչ արեց, ստեղ նայի։ Մովսեսի միջոցով Աստված պատրաստեց մի մարդ, ում ձեռքով հանեց 3 միլիոն մարդ Եգիպտոսից։ Նույն Մովսեսի միջոցով 10 պատուհաս բերեց Եգիպտոսի մեջ, Եգիպտոսի կյանքը բուկվալ նկատված հարարեց Աստված Մովսեսի միջոցով։ Էլ ինչ արեց Մովսեսի միջոցով։ Մովսեսի միջոցով խփեց ամբողջ Եգիպտոսի առաջնեկներին, կենդանիների եւ մարդկանց միջև։ Եվ Աստված գերբնական ձևով իր ժողովրդին դուրս հանեց Եգիպտոսից առանց որևէ մի վնասի։ Ուզում ես մի քիչ ավելին ասեմ ինչ արել։ Ասեմ թե չէ։ Ասած Եգիպտոսում ինչքան ոսկե արծաթ կա թալանած գնացեք։ Էդի ձերն է։ Ձեզ ստրուկ եմ պահելու ձեզ աշխատացրել, էդի ձեր քրտինքն է։ Էդի ձեր քրտինքն է, ոսկե արծաթը դավայ վեկալեցիք ճամփան գաք։ Բայց մա ուրիշ բանի վրա եմ ուշադրություն ուզում դարձնեմ։ Այս Մովսեսը, էսի վեկալավ հայտարարեց ժողովրդին, եւ մենք բոլորս գիտենք, որ Եգիպտոսում մի քաղաք կար, Եգիպտոսի կենտրոնում մի քաղաք կար անունը Գեսեմ, եւ այդտեղ բոլոր հрьяաներն էին ապրում։ Գլենդելում բոլոր հայերն են ապրում։ Այս այդ նույն Գեսեմի պատմությունն է։ Բոլոր հայերը հավաքվել են Գլենդել։ Նստապավորության ոնց ամենասկ պիտի հայերից իրավունք հարցնի Գլենդելում ապրելու համար։ Կարելի է թե չէ։ Այդ այնց մի հատ այդենց Գեսեմ էլ Եգիպտոսի մեջտեղում կար եւ այդտեղ հավաքված էին հрьяաները եւ հрьяաները ապրում էին Գեսեմ քաղաքում։ Հիմա նայ, ասում է եկավ 10 պատուհաս։ Պատուհասների մասին տեղյակ եք ինչ ա եղել, կարիճներ, մարիծներ, ջուրը, արյուն դարավ, օձեր եւ այլն, այդ կծեցին իրանց հազար ու մի տեսակի միջատներ եւ այլն։ Այս ամեն ինչը եղավ, առաջնեկները մահացան, լիքը խնդիրներ եղավ։ Ես ոնց եղավ այդ Գեսեմում, որտեղ ապրում էին հрьяաները, մեկի մազը գլխից չընկավ։ Ես հարցնում եմ Աստծուն, այդ որ մողեսը, կամ որ կարիճը, կամ որ թունավոր մեղուն ճանաչեց, որ սա հрья է, սա եգիպտացի, սա հрья է, սա եգիպտացի։ Ես չգիտեմ, բայց ես մի բան գիտեմ, որ արարչագործությունը հնազանդվում է արարչին։ Ամեն։ Հալելույա։ Սա էլ նայինք։ 2000 տարի առաջ, ես մի քիչ առաջ ասեցի, զոհաբերվել է վերջին գառը եւ դրանից 50 օր անց եղել է վերջին հոգեգալուստը, վերջին Պենտեկոստե կոչված տոնը։ Հիմա հարց, ինչու Հիսուսին պետք եղավ եւս 10 օր որ իջացներ Սուրբ Հոգին աշխարհ։ Չէ որ Հիսուսը հարությունից հետո քանի օր է մանեկել Երուսաղեմում 40։ Էս միտդ կպահես 40 օր Հիսուսը մանա եկել։ Հետո ասաց ես որ գնում եմ, կուղարկեմ ձեզ Սուրբ Հոգին ու մի բերան չասեց։ Աշակերտներ, ես էլ նեյք ասեի, Տեր, քանի օրից կգա։ Էդ իմ բնավորությունն է, ունակ ես չի ասի, հաջող Տեր։ Մարդկա տենց ռոմանտիկ կճանապարհեր Հիսուսին։ Ես կասեի Տեր, քանի օրից է գալու։ Լավ, մի հատ ուրիշ հարցել տամ, քանի ալի չես գրացել մի րոպե, բայց Սուրբ Հոգին ով է։ Տեր ոնց ենք իմանալու որ դա ինքն է եւ այլ հարցեր է էլի։ Հեսա բռնում եմ տես աշակերտների մեջ ինչ հարց բարձացավ սրանց փոխարեն, բայց այստեղ նայի։ Ուրեմն հարցնում ենք ինչու համար 50-րդ 40 օր Հիսուսը երկրի վրա ման եկավ, այո։ 40 օր անց ասում աշակերտներին դե ես գնում եմ, չի ասում քանի օր հետո կգա Սուրբ Հոգին, ասում դուք մնացեք վերնատանը, ձեր գործն է ձեր ֆունկցիան սпасել, հավաքվեք այդտեղ իրար հետ, եւ երբ որ վերին զորությունը կիջնի, դուք դա կզգաք։ Դա տևեց 10 օր։ Ես 40-ին որ գումարեմ 10, կարծում եմ մաթեմատիկայից ինչքան վատելնեմ, այսքանը կարամ հասկանամ։ 40-ին 10 ոնց որ 50 անում։ Ինչու 50, որովհետև այս տոնը կոչվում էր բերքահավաքի տոն եւ բերքահավաքը հոգեվոր պիտի լիներ 50 օր հետո, որ բերքահավաք կոչված տոնի նման լիներ Փեսախից հետո։ Դրա համար Հիսուսը սпасեց եւս 10 օր եւ եկավ Սուրբ Հոգին եւ հավաքեց Փեսախից հետո առաջի բերքը, որի անունն էր Քրիստոսի հարս։ Իսկ հիմա եկեք մեր ֆոկուսը վերցնենք եւ գնանք վերնատուն, տեսնենք այնտեղ, միտեղ որ Պետրոսը կար, ալելույա։ Միտեղ որ Պետրոսը կար
Եվ իր հետ միասին ուրեմն գրված է 120 մարդ։ Ինչ այլոց տունը որտեղ հավաքվել են վերնատունը, դա եղել է Մարկոս Ավետարանիչի մամայի տունը։ Էդ էլ իմացա, որտեղ դուք բոլորը սկզբից ասիք լավ գիտեք Պենտեկոստ, ասացի արանքում երկու բան էլ ասեմ, էլի։ Ալելույա։ Մարկոսի մամայի տանն է եղել, վերնատունը հավաքվել են 120 մարդ միտեղ հավաքվի եւ Պետրոսը մեջը ու այդտեղ գշտություն չլինի, չեմ հավատում։ Էսի մտներդ պահեք, այդ հանգ երկինք հարցնելու ենք Պետրոսին։ Հովանեսի հետ ոնց էիր, որտեվ ինքն ու Հովանեսը իրար հետ չունեին։ Միշտ կռվում էին իրար հետ։ Ոնց ես յոլա գնաց է 10 օր։ Հովանեսի միսը հաստատ բերանն ա տվել, մի խոսքով, բայց այդ 10 օրերը ինչի համար եղան, գիտես։ Սպասումները օրերը ինչի համար են, կվալիֆիկացիա։ Աշակերտները կարող է սկզբից լավ կռվեցին իրար հետ։ Այս մեկն ասեց, չեմ ճոգում, խի սենց եղավ, ասեց գնում եմ, կգամ։ Բանը կարող է պատահի, մեկը մյուսին հարցնում էր, այդ վերին զորություն բան, կարող է գլխին գնես ինչ է, այս ինչի բանամ շատ բարդ խոսք ասեց, լավ դու ոնց չես հասկացել։ Մյուս աշակերտին մոտեցան, Մաթեոս, այդ նույն Ղևի Ալփյաններ, այդ որ ասեց մնացեք վերնատանը բան, վերին զորությունը հետո կգնաք ստեղն, բա ինչով ենք եթալու։ Հարցեր տարբեր հարցեր բարձացավ աշակերտների մեջ եւ 10 օր հետո ուրեմն դա բավարարել է Աստծո պահանջը 10 օր հետո նա տեսավ վերնատանը բոլորը լուռ էին արդեն կռվե պրծել էին հետո բարիշել էին նստած էին եւ գիտես ինչ էին անում ինտենսիվ աղոթում էին 10 օր ինտենսիվ աղոթում էին ուսումնասիրում էին Աստծո խոսքը Եվ սպասումների մեջ էին, բայց ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասեմ, նրանք միաբան էին։ Որովհետև եթե քո մեջ կա հաշտություն, եթե քո սրտի մեջ կա խաղաղություն, դա իմ պահն է, որ Աստված ուզում է այցելել քեզ։ Բայց եթե փոթորիկ է, նա չի խառնվի այդ փոթորիկի հետ, նա կգա այն ժամանակ, երբ որ դու հանգիստ ես։ Աշակերտները հանգստացան, սկսեցին միաբան աղոթել Սկսեցին բոլորը նույն մտքի վրա աշխատել, սկսեցին բոլորը իրար հետ հաշտվել, ինտենսիվ աղոթում եւ սպասում էին եւ հանկարծ։ Աշակերտներից ոչ մեկ չասեց. «Էս քանի օր արդեն 10, հələ նայ հա 10 օր արդեն ոչ մի ծպտում, ոչ մի բան»։ Ես միշտ հարցնելու եմ այսօրվա պատգամի մեջ. կարելի է Հիսուսին վստահել։ Նա աշակերտերին ասեց գնացեք մնացեք վերնատանը Եվ մի հատ օր է գալու, որ Սուրբ Հոգին իջնելու եւ այլն ես արդեն շատ ասեցինք եւ էդի տենց եղավ։ Եղավ։ Քանի մարդ է այստեղ ներկա։ Այդպես եղավ։ Եկավ Սուրբ Հոգին։ Ասելիքս նա է, որ պետք է, որ համարձակ կարող ես վստահել Հիսուսին։ Դա ասեց, նա արեց։ Ամեն։ Երկուսում գրված է եւ հանկարծ բառը հունարենում այստեղ օգտագործված է գինամայ ուզում եմ կողքինիդ ասես գինամայ այդպես մի ասա ինչ է նշանակում գինամայ մտ իր հետ մտածեք խորհեք իրար հետ վերնատանն եք սպասում եք վերին զորությանը գինամայ ասում հանկարծ անսպասելի քո չսպասած օրը Քո չսպասած ժամին, քո չսպասած րոպեին, քո չսպասած տեղը հանկարծ մի հնչում եղավ երկնքից սոստիկ փչող քամու պես ու հələ զանց սկսվեց Ամերիկան հայտնի է տորնադոներով Լավ որ տորնադոին մասնակից չեք եղել, չմասնակցեք էլ Աստվածաշանի, բայց տեսել եք, չէ՞ տորնադոն ոնց է լինում։ Ինչ ձև է գալի, ոնց մի ոտի վրա պարելով գա։ Գալիս է ճամփինում հավաքեց, ինչ հավաքեց, ինչը թափեց զիբիլի վեդրոն թափեց։ Ում թրցրեց վերև թրցրեց։ Նկատեցիք, բայց ինչ որ գալիս ասես գորշ, օփ, մի հատ ասում հնչյուն եղավ։ Երկնքից, հա? Պետրոսը, այս կարող է սկսվեց Եվ հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ Սոստիկ փչող քամու պես Սոստիկ Լացրեց բոլոր տունը, որ նստած էին Եվ այդ քամին այդ տորնադոն Այդ սուրբ տորնադոն լցվեց այդ վայրում Որտեղ վերնատանը Որտեղ աշակերտները լսեցին Հիսուսին Թե գնացեք ըտե սպասեք ինձի Ես ասեցի, ես խոսք եմ տալի Ես կվերադառնամ Այսինքն են հոգին, որ ուղարկելու եմ անպայման կուղարկեմ ձեզ Այդ ենցա, հիմա մի հատ լավ տեղ ենք եկալում Լավ բաներ էլ արջևում է Հալելույա Դու ինչ-որ մի բան վերցնում ես
Պենտեկոստեի քամին, Պենտեկոստեի ձայնը չի կարող քեզ անտարբեր թողել, այո, լավ, շատ լավ, արի մի բան նայենք, Պենտեկոստեի հզոր քամին դա Աստծո ներկայության հոմանիշն է, սինոնիմը, Պենտեկոստեի քամին, ես ուզում եմ որ դու շատ լսես այս պատգամը, տեղավորվի այս պատգամի մեջ, տեղավորվի այս պատգամի մեջ, որտեվ սա պատասխանելու է քո աղոթքներին, որովհետև քո սիրտը ահագին բժշկելու է եւ ճիշտ վիճակով դնելու է սպասման ճիշտ դիրքի մեջ, այո, Պենտեկոստեի քամին որ եկավ, դա նույնն էր որ Տերը եկավ, դա նույնն էր որ եկավ նրա պատասխանը, դա նույնն էր որ եկավ Աստծո ներկայությունը, դա նույնն էր որ եկավ նրա զորությունը, դա նույնն էր որ մենք տեսնում ենք Սուրբ Հոգուն, ուղղակի կրակի մեջ ենք տեսնում, պատգամը որի մասին այսօր ես խոսում եմ քեզ հետ, ունի այս վերնագիրը, Պենտեկոստեի, այս մի քանիսը, ալելույա, Պենտեկոստեի, ալելույա, կրակի Աստված, Պենտեկոստեի կրակի Աստված, դուք ուզում եք պատասխան տեսնել ձեր կյանքում, արթնացեք, 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 գիտեք չէ, ով որ արթուն է, նրան է մի բան հասնում, այն 10 կույսերից 5-ը որ արթուն են, օպ, գնացին, այն որ 5-ը քնած էին, էդ էլ օպ, ուղղակի ուրիշ տեղ, այո, օպ, ուրեմն, Պենտեկոստեի հզոր քամին, դա Աստծո ներկայության հոմանիշն էր, իսկ հիմա արի մի բան նայենք, քամին, ուզում եմ մի հատ այս քամի բառի հետ ծանոթանամ, քամի, ալելույա, այդ երգ ունենք, չէ, քամի, նումա բառն է, հունարեն նումա բառն է, որը հաճախ ծագում է հունարենից նումա, այս պտարը չի կարդացվում, գրիկը տեսնես կարդացվում է նումա, պն չի կարդացվում, այս բառից է, որը թարգմանաբար նշանակում է շունչ, նշանակում է քամի, պնևմանիա բառը ում է ծանոթ, դա թոքերի բորբոքումն է, բժիշկը եթե դու գնաս բժշկի թոքաբորբով չի ասելու, գիտեք, եթե ինքը կրթված բժիշկ է, նա չի ասի քեզ դու թոքաբորբ ունեք տիկին, կամ պարոն դուք թոքաբորբ ունեք, նա կասի պնևմանիա ունեք, պնևմանիա նույն նումա բառն է մեջը, որը նշանակում է ձեր շունչը վնասված է, ձեր շնչառական օրգանը, որը թոքն է, վնասված է, եւ ձեր շունչը լավ չի արտադրվում, որտեվ թոքաբորբի ժամանակ լավ չեք շնչում, այո, ուրեմն նումա բառը, դա հունարեն շունչ, դա քամի բառն է, այո, եւ ես ուզում եմ հաջորդ բանը քեզ ցույց տամ, հաջորդ բանը, սա հունարեն տարբերակում, հիմա նայիր եբրայերենում, երբ որ ծննդոց գիրքը կարդում ենք, երբ Աստված մի տղամարդու անունը Ադամ կավից պատրաստեց, երկրի հողից պատրաստեց, այդ մարդուն որ նայեց, կարող է Ադամը սիմպաթիչնի մարդ էր, ես բան չունեմ ասելու, նրան էլ ասելիք ունենք երկնքում, կարող է սիմպաթիչնի էր, որտեղ Աստված գեշման չէր պատրաստի, ուրեմն պատրաստեց, բայց այդ մարդը դիակի պես էր, այնպես դիակ, ինչպես քո նստած նստարանը անզգա, չի զգում, առանց զգայարանների, և Աստված որոշեց, չէ, ես ասենց որ ստեղծել ենք իմաստը որն է, սրա մեջ պետք է վերցրեց այդ նուման, եբրայերենում այդ նուման դառնում է ռուախ, վերցրեց այդ ռուախը, որը նշանակում է շունչ, քամի, և Աստվածային էությունն է իրանից ներկայացնում, որը հաճախ թարգմանվում է որպես Աստծո հոգի կամ Աստծո շունչ, փչեց Ադամի մեջ, եթե դու այսօր կենթանի ես, և այստեղ նստած ես, այդ նումայի, այդ ռուախի պատճառով, նա Ադամի մեջ փչեց ռուախ, այս կոչվում է ռուախ, այս կոչվում է նումա, և մարդը կենթանացավ մեռած տեղից, այո, այնքան հավատացյալ կա, որ այսօր դրա կարիքը ունի, Ալելույա, ես երբեք չեմ կարող գտնվել մի եկեղեցում, որտեղ կա լռություն, ես հենց այդ նույն եկեղեցում էլ կմեռնեմ, ես չեմ կարող լինել մի եկեղեցի, որտեղ չկա ռուախ, որտեղ չկա նումա, ասում է և Աստված ստեղծեց Ադամին, և նայեց ամեն ինչ շատ լավ էր, բայց երբ որ ռուախ իրանից կտոր, ռուախ նշանակում է Աստծուց կտոր, Աստծո զորություն, Աստծո էություն, իրանից մի կտոր դրեց Ադամի մեջ ու գրված է Ադամը կենթանացավ, այո,
ուրիշ բաներ եմ ցույց տալու։ Նայիր։ Կամին, դա նույն նուման է, նույն ռուախն է, որը խորհրդանշում է Աստծո շունչը, զորությունը եւ նրա ներկայությունը։ Հիմա ես ուզում եմ, որ դու հիշես, մենք հիշեցինք Ադամին, որ Ադամը չէր կարող լինել կենդանի առանց ռուախի։ Այո, Ադամն ապրեց նումայի շնորհիվ։ Ես ուզում եմ, որ դու հիշես Եզեկելին, եւ Աստված ասեց. Եզեկել, ասեց այստեղ եմ Տեր։ Ինչ ես տեսնում դաշտում։ Ասեց տեսնում եմ չորացած ոսկորներ եւ այլն։ Երբ որ չորացած ոսկորներին, այդ մեռած մարդկա, որ արդեն ինքը կենդանի է, բայց արդեն վաղուց մեռել է։ Կյանքը իրան այտենց չորացած ոսկոր, ոչ ուրախություն, ոչ հետաքրքրություն, ոչ ապագայի նկատմամբ տեսիր, ոչ մի բան, ինչի չգիտեմ ինչ պատճառներով, բայց մարդը մեռել է, չորացած է, եւ Աստված ասում է. Եզեկել, ինչ ես տեսնում։ Ասում է, ինչ պիտի տեսնեմ, մի դաշտ տեսնում եմ, չորացած ոսկորներ, մեռած ընկած։ Աստված ասում է, իզուր որ դու տենց ես տեսնում, արի ես դրանց մի հատ ռուախ տամ, եւ այդ բոլոր ոսկորները կկենթանանա, եւ գրված է, որ Աստված երբ որ փշեց դաշտի մեջ այդ ոսկորների մեջ, ոսկորները կենթանացան։ Քեզ ինձ ապրեցնում է նրա շունչը։ Նումա ռուախ, ամեն, հալելույա։ Հիսուսը մի օր գրված է մտավ աշակերտների մոտ եւ գրված է փչեց նրանց վրա եւ ասաց արեք Սուրբ Հոգին, դա կոչվում է նա նումա շունչ փչեց աշակերտների վրա։ Այո, Եզեկելը ոսկորներ տեսավ, բայց Աստված ռուախ տվեց նրանց ու դրանք ոտքի կանգնեցին։ Մարդիկ ասում են, ինչպես է Աստվածաշունչը գրվել, Աստված փչել է նրանց մեջ եւ նրանք գրել են Սուրբ Գիրքը։ Նումա ռուախ, սա այն է ինչ քեզ պետք է։ Սա Պենտեկոստեի կրակն է։ Պենտեկոստեի կրակ նշանակում է նումա։ Պենտեկոստեի կրակ նշանակում է ռուախ։ Պենտեկոստեի կրակ նշանակում է Աստծո ներկայություն, Աստծոց կտոր, Աստծո էություն։ Սա այն է, ինչ այստեղ առաջինից մինչև վերջի շարքը նստածներիդ պետք է։ Ամեն։ Տիրոջն ասա եկ իմ կյանքում այդ նումայով։ Ամեն։ Հալելույա։ Հաջորդ բանն եմ ուզում, որ մենք նայենք։ Ղուկաս ավետարանում մի հատ համար ենք նայելու։ Ես կրկին ուզում եմ այստեղ մի քանի րոպեն մեկ մի հատ մեսեջ ուղարկել բոլոր նրանց, ովքեր աղոթքի են սպասում, պատասխանի ինձ, աղոթքի պատասխանի։ Ղուկաս 24-ում նույն Հիսուսը, ես կրկնում եմ, կարելի է վստահել Հիսուսին, դու այսօր նայում ես ձեր տան կատարված իրադարձություններին, միգուցե ինչ-որ մեկը նայում է իր առողջությանը, բան չմնաց ինձանից, առողջությանն է նայում, ֆինանսներին է նայում, երեխաներին է նայում, ամուսինը կնոջն է նայում, կինը ամուսնուն է նայում են նրանց ամուսնական հարաբերությունները, որ բավականին հիվանդ է կամ եւ այլն, հազար ու մի պրոբլեմ, ու դու մտածում ես, դե աղոթեցինք էլի։ Դե գնացինք եկեղեցի եւ այնտեղ ինչ որ մեկը կրակոտ ասում էր հավատա նրան, նա չի խափում, հավատա Հիսուսին, նա ինչ որ խոստանում անում է, լսիր։ Ղուկասն ասում է, եւ ահա 24:49-ում գրված է, եւ ահա ես իմ հոր խոստմունքը, Հիսուսը նորից կրկին աշակերտներին այստեղ ասում է, կուղարկեմ ձեզ վրա, դուք էլ նստեցեք Երուսաղեմ քաղաքում մինչև վերից զորություն կառնեք։ Սա նույն բանն է, ինչ որ մենք կարդացին Գործկառաքելոց 1:8-ում։ Ուզում եմ ասեմ, Ղուկասի ավետարանի մեջ Ղուկասը նշում է, Հիսուսը սենց բան է ասել։ Ղուկասը նույն Գործկառաքելոցը գրողը այս բաները կրկնում է 1:8-ում, ասում է, Հիսուսն ասեց, որ նստեք, որովհետև ես գնում եմ, որ ուղարկեմ ռուախ։ Ես գնում եմ, որ ուղարկեմ նումա, հա? Եվ ես ուզում եմ ասեմ, Գործկառաքելոցի 2-րդ գլխի առաջին խոսքն ասում է, եւ Պենտեկոստեի ամբողջական օրերը լրացան, всё-таки այդ հոգին եկավ։ Նա չի խափում։ Ես ուզում եմ ասեմ, նա չի խափում։ Բայց ես ձեզ խոստացել եմ մի հատ տեղ ցույց տամ, որ կարող է խոսեն այստեղ կրակից, մեկները վառվի կրակի մեջ, մյուսները համար հալելույա։ Ես ուզում եմ, որ տեսնեք նայեք ով ինչի վրա է կենտրոնացել։ Հիմա Հիսուսը աշակերտներին բան է ասում, հələ հիմա նայեք, ֆոկուսը տարեք աշակերտների վրա։ Ես տանում եմ կամերան, հետևի ինձ։ Տանում եմ կամերան աշակերտների վրա։ Նա ասում է, ուրեմն մնացեք վերնատանը, ահա, խելացի դեմքով պատասխան, այո, հետո մնացեք վերնատանը, մինչև կառնեք վերին զորությունը, եւ ես ինչ որ խոստացա դա կանեմ, ահա, լսում են աշակերտները, մնացեք վերնատանը, մնացեք միաբանության մեջ, մնացեք աղոթքի մեջ, եւ ես ձեր վրա ուղարկելու եմ Սուրբ Հոգին, հետո դուք այդ զորությունը կառնեք, հետո դուք կդառնաք վկաներ, ստեղ կգնաք այնտեղ, լսեցին բոլորը, դու էլ ես լսում, գիտես, չէ՞, դու էլ ես լսում, հիմա ինչ եղավ այնտեղ։ Կաշմար, լրտես ինչ ա եղել, հաջորդ բանը նայենք։
Եվ ըստ մի ֆանտաստիկ պատմություն է զարգանում։ Ֆանտաստիկ, ես երեք վերեմ կացա եւ քայլում եմ ասում, «Էմար ասում են, ես չեմ հավատում։ Ես просто չեմ հավատում, ես ինչ կարդացի»։ Բայց սա մենք ենք։ Ու հնարավոր է այս աշակերտներից շատերը նստած են այստեղ։ Ասում է, եւ նրանց միասին ժողոված ժամանակը պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանան, այլ սպասեն հոր, էսի արդեն շատ ասացինք, հա, սպասեն հոր ավետիքին, որովհետեւ ասաց հայրս ինձ խոստացել է, որ երբ որ ես գնամ ձեզ որբ չեմ թողնի, մենակ չեմ թողնի, ահա ես գնում եմ եւ կուղարկեմ Սուրբ Հոգուն եւ այլն, то есть պապաս ինչ որ ավետիք տվել էր, որ գալու է Սուրբ Հոգին եւ ես խոստանում եմ էդի ձեզ որ տալու է, այդ ամեն ինչ ասում է լինելու է եւ ասաց, որ ինձանից այս ամեն ինչը լսեցիք, լավ որովհետև Հովանեսը խոսում է մկրտիչի մասին, ձեզ ջրով էր մկրտում, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր անց, այսինքն մի կարճ ժամանակ հետո շատ երկար չեք սպասելու, ասում է, բացատրում աշակերտները լսում են, Հովանեսը ձեզ ջրով էր մկրտում, բայց նա որ գալու է ձեզի հոգով է մկրտելու, ու էդի ուշ չի լինելու, շուտ է գալու, ահա, լսում են եւ հանկարծ մի խելացի մեջից տես ինչ ասում, ասա չեմ հավատում, նա ինչ ասում, նայենք ինչ ասում, այդ նայենք, ասմասի լսեցին վերջացրեցին, բոլորը ուշադիր լսեցին Հիսուսին, և նրանք մեկտեղ գալով հավաքվեցին, ես չեմ կասկածի ով է սրանց առաջնորդ եղել, որ ասել է եկեք գնանք այդ հարցը տանք, չեմ կասկածում, և նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան և ասում էին, Տեր, այս ժամանակներում ես կանգնացնելու Իսրայելի թագավորությունը, what? Ես քեզ ասում եմ, ես գնում եմ, այն հորս ավետիքը, որ տվել է, թե կգա Սուրբ Հոգին, դուք զորություն կառնեք, բան եք անելու, հելնելու եք, գնալու եք, ավետարանն եք քարոզելու ամբողջ աշխարհով մեկ եւ այլն, դու ինչ հարց ես տալի ինձ, ասում եմ, եւ նոր իրար հետ ժողովեցան, հավաքվեցին, բոլոր խելացի խելքերը իրար հետ, անպայման էսի Պետրոսն առաջնորդ է։ Եկեք եթանք այդ հարցը տանք, որովհետեւ մի հատ էսենց մի բան Մարկոս ավետարանում, երբ Հիսուսը մեծահարուստ տղայի հետ կարևոր հարցեր էր խոսում, հանկարծ որտեղից որտեղ Պետրոսի մեջ մի հատ միտ ծագեց։ Ասաց մի հատ մի րոպե սպասի, ոչ մեկի մեջ չծակեց, այդ իրա մեջ ծակեց, ասաց այդ մենք որ մեր ամեն ինչը թողել ենք, ձուկ էինք բռնում, բիզնես էինք անում, հել ենք քո հետևից, այս մեր վերջը ո՞նց անելու, աշխատաբաժանումը լինելու, հասկացա, ոչ մեկ չմտածեց, էսի մտածեց, կամ էլ որորը մտածեն, ասին դու խոսող ես, դու գնասը, այստեղ էլ անպայման ասում եմ, եւ նրանք մեկտեղ գալով, մեկը սրանց ղեկավարել է, մեկտեղ գալով հարցնում էին, Տեր, Իսրայելի թագավորության վերականգնումը Ես ինչ եմ ասում քեզ, ես ասում եմ գնացեք, մնացեք վերնատանը, սպասեք վերին զորությանը, դասպես Իսրայելի թագավորությունը երբ է վերականգնվելու, դու կարծում ես այս հարցը հենց այդպես եղավ, գիտեք սրանց ինչ էին պատկերացնում, Հիսուսը հարություն արել, հազիվ հավատացին, որտեղ մի հատ էլ հարության վրա կասկածեցին, հիշում եք, այն մնացել էին թաքնված, մի տան մեջ կծկվեն մնա, ես ով դուռացեցում, վախեցել մնացել են, որովհետև Հիսուսը դեր հարություն չեր առել, աշակերտները լուրջ ունեին, 3 օր էր արդեն անցել էր նրա խաչելությունից հետո եւ արդեն բոլորի սիրտը լցվել էր կասկածով, մի հատ է կասկածների հատուկ տենց պապակարն դե Թովմաս անոնով, մինչև չգամ, մինչև ձեռս չմտցնեմ, չտեսնեմ, էդի պապաներ կասկածամտների էլի։ Այն որ ստեղ Ամերիկայում մեկը կա, էսի չուտեք, էսի թույնա, էսի չխմեք, էսի թույնա, էսի թույների պապանա, Էսի թույների պապինա, հիմա ստեղա, էդի կասկածամտների պապին էր, Թովմասը, հիմա այս նույն աշակերտները հազիվ խելքի են եկե, Հիսուսին արդեն տեսան, հանգստացան, 40 օր Հիսուսն արդեն շրջում էր, 40 օր Հիսուսը շրջում էր, նրանք կերան, խորոված արեց կերավ, հանգստացան, չէ, վայ Հիսուսը կենթանի է, ապարտիրոչը շատ լավ, հետ եկան այդ վախից, հանգստացան, բայց այս մի բան մնաց նրանց մեջ, այս հիմա այս Հիսուսին հազիվ գտանք էլի է հետում, Resurrection momentum տենց բառուն եք, չէ, ես մենք երեք աղոթքի ժամանակ խոսացի, resurrection-ի այդ հարության են մոմենտ մի հատ պահ կար, որի էֆորիայի տակ էին աշակերտները, նա հարություն է առել, էդի մի հատ իմպուլսիվ մի հատ արտահայտություն էր, իմպուլսիվ, որ դուրս եկավ իրանց մեջից, դե որ դու հարություն ես առել, դե որ դու խոսում ես զորության մասին, կարաս հենց անես հռոմեացիների կայսրությունը քանդվի մեր վրայից, Իսրայելը կառուցվի, այս Սուրբ Հոգի բան դելավ է, էդի հələ հեչ, այս մարմնավոր բաները Ես ուզում եմ ասեմ, որ մեզանից քանիսները մեծ տեղ են տալիս ավելի հոգևոր բաների վրա, քան մարմնավոր աշակերտները, փոխնակասեն շնորհակալ ենք Տեր, որ դու գնում ես, հայրը խոստացավ քո միջոցով, որ Սուրբ Հոգուն կուղարկի, ու դու ասում ես, ու մենք հավատում ենք Տեր, մենք սիրուն ճանապարհ էիք Հիսուսին, այո մենք ծափահար էիք Հիսուսի, չկա տես բան, Փառք Տիրոջը դու եկար խաչվեցիր եւ այլն, կարա ինչ է մի հատ խելացի բան ասեին Հիսուսին, հա
ասում է Իսրայելի թագավորությունը երբ է վերականգնվելու։ Կարող ես մեզ քո այսօր հետ հոգին ուղարկել ես դրա համարը։ Ասում մնացեք ընդ է։ Վերի զորությունը կառնեք կդանեք ին վկաներ, ասում կարող է դի նրա համարը որ Իսրայելի թագավորությունը վերականգնվի, որովհետև արդեն քանի տարի է մնացել են Հռոմի լծի տակ։ Սրանց ուշու միտքը մարմնավոր բաներն էր։ Ինչու եմ ես այս օրինակը բերել եւ ինչու Աստված այս падգամը պատրաստելով հանկարծ շեշտը դրեց այս համարի վրա եւ ես ոտքի եմ կանգնել եւ ես չէի կարող հետ գայի նստեի շարունակեի, որովհետեւ նա ինձ ասում էր այսպես են նաեւ իմ որդիները։ Ես կարող եմ խոսել նրանց հետ մեծամեծ բաներ ու նրանք տակից դուրս գան ասեն, բա ինչ ենք ուտելու։ Բա փողը Ես ուզում եմ որ դու իմանաս ով է Հիսուսը։ Նա Մատթեոս ավետարանի 6-րդ գլխում մի հատ բառ ասաց ամեն բանից առաջ Աստծո թագավորությունը ունեցիր, դիր, փափագիր։ Հետո քեզ ինչ է պետք։ Սկի մի լաղոթ այդ մասին, ես գիտեմ քեզ ինչ է պետք։ Իսրայելը տանջվում էր գերության մեջ։ Աստված տեսնում էր դա, տեսնում էր, բայց նա պատասխանեց այն ժամանակ, երբ որ ինքը ուզեցավ պատասխանի։ Իմ ու քո պատասխանները գալու են այն ժամանակ, երբ որ ինքն է որոշել, երբ որ այդ պատասխանները պատրաստ կլինեն, ամեն։ Ուզում եմ հանգստանաս, ուզում եմ ուղղակի հանգստանաս, նստիր քո տեղը հանգիստ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, հանգիստ նստեք, հալելույա։ Մի խոսքով, նստի քո տեղը, գիտես ինչու։ Խես այսքան տանջվում, խես այսքան թույլ տալի, որ դևը խաղա քո սրտի հետ, խաղա քո մտքի հետ, կասկածներ բերի Աստծո նկատմամբ։ Ես ասացի, քանի մարդ է հավատում, որ նա ինչ որ խոստանում է եւ անում է, դուք բոլորդ ասացիք այո, բայց հիմա երբ որ գալիս է տեղը իրականում քո խնդրի պատասխանը տալու ու երբ որ այն ուշանում է, քո ներսում բարձրանում է հարցեր, այսպես մարմնավոր հարցեր եւ նա նայեք ինչ է պատասխանում աշակերտներին։ Ես վստահ եմ որ այս պատասխանը բավականին կտրուկ էր եւ նա ասաց դրան. ձեր բանը չի։ Ջղայնացավ։ Ձեր բանը չի գիտենալ ժամերը, ժամանակները։ Այդ ամբողջ ասած պապայիս իշխանության տակը։ Ես ձեզ ասում եմ մնացեք վերնատանը, որ գա վերին զորությունը ինչ պիտի դինեք, ասում եք Իսրայելի թագավորությունը երբ է։ Այսինքն, ստեղ ինչ եմ տեսնում, Աստված խոսում է հոգևոր բաների համար, աշակերտները պատասխանում են մարմնավոր բաների համար։ Սա մենք ենք։ Քանի ազնիվ կարող է ասել այո դա այդպես է։ Դա մենք ենք։ Դա մենք ենք։ Գիտես, ես զարմանում եմ այսօրվա հավատացյալների վրա, որ այս աստիճան, այս ինտերնետն էս ինչ օրը դրեց ձեզի։ 666-ը երբ է լինելու, սկսվեց։ Հիմա որ այս բանը Իրանի պատերազմը եղավ, էս Գոգն ու Մագոգն է, գիտես, մեծ բաների մեջ ես խառնվել, Գոգն է, Մագոգն է, Մարտիրոսն է, Կիրակոսն է, 666-ն է, 667-ն է, էսա այն այս նշանն ես ուզում քցես բռնես, նա ասում է հանգիստ թող։ Քեզ ոչ Գոգ Մագոգն է վնասելու, ոչ 666-ն է քեզ վնասելու, դու իմն ես։ Նախ դա իմացի, դու իմն ես, դու իմ գեսեմում ես։ Ոչ մի շնաճանճ քեզի չի կծելու, ոչ մի 666 քեզի չի մոտենալու, ոչ մի Գոգուն ու Մագոգը քո վրա չի ազդելու։ Դու իմ գեսեմում ես, դու իմն ես, դու իմ սեփականությունն ես, դու կենտրոնացիր վերի զորության վրա, որ կարողանաս այդ ժամանակների մեջ ապրել եւ ամեն ժամանակների մեջ գոյատևել։ Ամեն։ Հալելույա։ Դու կենտրոնացիր Սուրբ Հոգու վրա։ Այո։ Մարմնավոր բաներ, որոնք ուղղակի քանդում են մեր հոգևոր կյանքը, ոնց ենք ապրելու, ինչ ենք ուտելու, ոնց ենք, լսեք, նա ձեր գլխավոր մատակարարն է։ Մարդ, որ վախենում է, թե վաղը ինչ է ուտելու, Հիսուսն ասեց, դու ինչ է, հեթանոս ես։ Հեսած հեթանոսներն են վախենում։ Ում է Հիսուսը սոված թողել, թող ձեռք բարձրացնի։ Ում է Հիսուսը մերկ թողել։ Ում է Հիսուսին, Հիսուսը տկլոր թողել, անտուն թողել, հավաքույթից հետո բոլորը տուն կեթան, դու կգնաս այսին, որ մայթերում նստես, չէ, տունել ունես, տեղել ունես, ուտելիքել ունես, խմելիքել ունես, փառք դու դրա համար Հիսուսին։ Եվ վերջապես, Այս Պենտեկոստեն ինչ էր նշանակում։ Լավ էդի 50 օր հասկացանք, լավ էդ նուման հասկացանք, լավ էդ ռուակը հասկացանք, բայց մեկ ուրիշ բան կարող եք ինձ տալ, մի քիչ ուզում եմ ավելի շատ հասկանամ ինչ է Պենտեկոստեն։ Խնդրում եմ գնանք մի հատ հաջորդ բան նայենք։ Պենտեկոստեի սկսվելը ստեղ նայիր, խորհրդանշում էր աղոթքի գերբնական արձագանքի մասին։ Եթե Աստված ինչ-որ մի բանը ուշացնում է, նորից եմ կրկնում, վստահ եղի, նա պատրաստում է քո Մովսեսին։ Նա պատրաստում է այն մեկին, ում միջոցով
ու միջոցով քո բոլոր հարցերի պատասխանն բերելու։ Իսրայելը նստած էր, Մովսեսն աշխատում էր։ Այդպես չէ՞։ Մովսեսը գնաց, Մովսեսը խոսաց, Մովսեսը զատիկը կազմակերպեց, Մովսեսը հրահանգներ տվեց, Մովսեսն առաջնորդեց։ Այո, արխային եղի, Հիսուսն աշխատում է քո համար։ Ես ասացի Հիսուսն աշխատում է քո համար։ Պենտեկոստեի սկսել է խորհրդանշում էր աղոթքի գերբնական արձագանքի մասին։ Այո, Պենտեկոստեի օրը կրակը լցվեց։ Պենտեկոստը նշանակում է, եթե ոչ մի բան չհիշես այս պատգամից, հիշի հետևյալը, Պենտեկոստը նշանակում է Աստծո ներկայություն իմ կյանքում, Աստծո գերբնական պատասխանը իմ կյանքում, այո։ Գիտեք, նրանք ինտենսիվ 10 օր իրար հետևից աղոթում էին, ուսումնասիրում էին, այդ ժամանակները այդպիսի ժամանակներ էր, պիտի ուսումնասիրեին Աստծո խոսքը, բացում էին մագաղատները, ուսումնասիրում էին Աստծո խոսքը, ինտենսիվ 10 օր աղոթում էին։ Հիմա չես նեղվի, որ մի հատ բան ասեմ քեզ, որ իմանամ նեղվես էլի եմ ասելու, գիտես։ Իրանք 10 օր ինտենսիվ աղոթում էին, քանի հավատացյալ օրվա մեջ 5 րոպե է աղոթում։ Այս պատասխանը թող քո մեջ։ Ինտերնետի ստրուկ, ինտերնետի գերի, հեռախոսը ձեռիցդ չես գցում։ Քցի, որ Աստծուն տնաս, քուրս, եղբայրս, քցի, որ 5 րոպե աղոթես, դու մեծամեծ բաներ ես Տիրոջից ուզում, դու ուզում ես, որ Աստված գա քո կյանքի մեջ, դու ուզում ես, որ նա քո որդիների կյանքի մեջ մտնի, դու ուզում ես ուղղակի Հիսուսը մանիֆեստ անի քո ընտանիքում, լավ բան ես ուզում, բավականին մեծ ախորժակ ունես, 5 րոպե չես կարող աղոթես։ Ասես 10 օր աշակերտները մնացին Վերնատանը եւ սկսեցին աղոթել։ Մենք երեք առավոտյան այնպեսի լավ աղոթք ենք ունեցել։ Մենք երեք առավոտյան սարի վրա սկիսարել չհասցրեցինք բարձրանանք։ Այնպեսի հոգի երեք է, մենք խոսում էինք եւ աղոթում էինք Պենտեկոստեի կրակների մասին։ Պենտեկոստեի կրակի Աստված եկ մեր կյանքում։ Պենտեկոստեի սկսելը խորհրդանշում է աղոթքի գերբնական արձագանքի մասին։ Լսեք, ես օրեր առաջ մի տղամարդու վկայություն եմ լսել։ Անես չի, որ տենց վկայություն հեշտ չէի լսել, բայց ես սարմանում եմ Պենտեկոստեի Աստծո վրա։ Ասում է, ես քաղցկեղով հիվանդ էի եւ բժիշկները ոչինչ ինձանից գախնի չպահեցին, ասացին, բարեկամ, քեզ շատ կարճ է մնացել ապրելու, մենք ոչինչ այլևս չունենք քեզ հետ անելու, խնդրում ենք գնա տուն։ Ասում իրանք չասացին գնա տուն մահվանած սպասի, բայց իրանք տենց ինձ ճանապարհեցին, որ ես գնամ, որովհետև այլևս դադարեցրեցին ամեն տեսակի բժշկություն, ամեն տեսակի քիմիոթերապիա, ամեն տեսակի բան, ասացին պրոստը գնա տուն, քանի օր կապրես, քանի օր, այդքանը ապրիր ընտանիքիդ հետ։ Եվ ասում է ես շատ ծանր վիճակում էի եւ խնդրեցի ինձ օգնեն թռնելու մի հատ ուրիշ նահանգ, այդտեղ մի հատ ծառայություն կար, որտեղ Տերը ինձ առաջնորդեց գնալ այդ ծառայությանը, լսիր, եւ ես գնացի, նստեցի եկեղեցու ամենավերջի աթոռի վրա, այստեղ հովիվը կրակների մեջ պատգամ էր տալի, ես անգամ նրան չմոտեցա, ասում եմ, ես անգամ չասացի, կաղոթեք ինձ համար, ինձ ասել են գնա մեռի, ինձ ասել են գնա պատրաստվի, որովհետև մենք այլևս ոչինչ չունենք անելու քո հետ։ Եվ որ նա նստում է վերջին շարքում, ասում է, ես ընդամենը մի բան ասացի Աստծուն, նախ ես ուժ չունեի աղոթելու, բայց մի բան, որ կարողացա ամբողջ ուժերս հավաքել եւ ասել Աստծուն, դա հետեւյալն էր. ես եկել եմ այստեղ քեզ համար եւ սա իմ վերջին շանսն է։ Եթե կարող ես, օգնիր ինձ Տեր։ Հավաքույթը բրծավ, ես չմոտեցա ոչ մեկին, ես չեկա ասելու, որ ես ուրիշ նահանգից եմ, Ատլանտիա եկե, ես գնացի տուն, նորից հետ վերադարձանք տուն, և մի քանի օր անց ես գնացի բժշկի, երբ որ ես դուռը բացեցի, բժիշկն ասաց, երբ որ ունքերը բարձացրեց, այդ բարձացած ունքերի մեջ նշանակում է, դու սաղ ես, ասում եմ, մենք քեզ հոսպիս ենք տեղադրել, հիմա ինչ ենք անելու այդ հոսպիսի հետ, արդեն գրել ենք, որ ալելույա, հոսպիս ենք դրել քեզի արդեն, ես ինշորանսից ոնց է զարմացել, մենք ենք անելու քո հետ, մենք վավշետը սպասում ենք, որ դու մեռնեիր,
Եվ նա ասել էր, ես ուզում եմ ուղղակի մեկ անգամ եւս ձեզ մոտ անցնել, ասում ես ոչինչ չասացի նրան, ասում եմ երբ որ ստուգեցին ու վերջացրեցին, ասացին դու նույն մարդն ես, չէ դու նույն մարդը չես կարող լինել, որովհետև մենք այդ նույն մարդուն սպասում էինք, որ ինքը մեռներ, Աստված Պենտեկոստեի սկսելը խորհրդանշում էր գերբնական արձագանքը քո աղոթքին։ Հասարակ աղոթք իմ վերջին շանսն է Տեր, սա իմ վերջին շանսն է, եթե կարող ես Տեր, բժշկիր ինձ, ես ապրել եմ ուզում, այսքան բան։ Պենտեկոստը նշանակում է Աստծո գերբնական արձագանքը քո աղոթքին։ Խորհուրդ եմ տալիս բոլորիդ, հանգստացեք, Հիսուսը կենդանի է, ուղղակի հանգիստ վերցրեք այս բեռը, տեսեք, էսի քո բեռնա, ինքը Հիսուսն է, լավն էր չէ օրինակը, քո բեռն էր, տարար դրեցիր Հիսուսի մոտ, էսի աղոթքով եկել ես, նայի մեզին, աղոթեցինք պրծանք և Տերն ասում է, լավ արեցիր, հիմա գնա տուն, ասում է գնա տուն, դու սենց ես ասում, բանը, կարող եմ սա վերցնել, ասում է չի գնա տուն, որովհետև ես ասել եմ ձեր բոլոր հոգսերը ձգեք անոր վրա և գնացեք հանգիստ ապրեք, շատ լավ խոսքը, էդի դա ժանգիր եմ սովոր է, բանը, իսկ մի րոպե մի հատ բան կարող եմ ասել, իսկ կարող եմ սա մի հատ նայել, ասում է ես ասում եմ ձեր բոլոր հոգսերը ձգեք ինձ վրա, հավատում ես, որ ես դա կարամ, ինչպես չէ, ինչպես այսօր բոլորդ ասացիք, հավատում ենք, որ նա աղոթքին պատասխանում է, բայց հետո շատ լավ ասելուց հետո հենց անցավ 45 րոպե, սենց արեցիր։ Սա իմ հետ եմ, ու դու գնում ես տուն, նույն հոգսդ, նույն ողբդ, այսօր, ուղղակի աղոթելուց առաջ, ուզում եմ, որ դու ուղղակի, որ կկանգնես աղոթելու, ուզում եմ, որ ուղղակի Տիրոջն ասես, ինձ սովորացրու հանձնել քեզ, պրոստը հանձնել քեզ, մենք մեր դարդն էլ չենք կարում հանձնենք Աստծուն, էդ էլ ենք վեկալում մեր վրա, մենք ոչ մի բան չենք կարում Աստծուն տանք, դաժե դարդը չենք կարում Աստծուն տանք, բերանով ասում ենք, բայց հետո ասում ենք, չէ, բայց տվեցինք հետո երկարեց, ով չէ, հետ գնամ վերցնեմ է, աման, ամեն մարդու ցավը իրանա մոտիկ, ասում եք սեն, ամեն մարդու ցավը, չէ, այդ ցավը Հիսուսն ասում է հեռացրու քեզանից, ես եկել եմ, լսում ես, ես եկել եմ, որ քո փոշոտ սենյակները մաքրեմ, իմ ու քո կյանքը, ատանց փոշոտ սենյակները, երբ որ մենք Հիսուսին եկանք, ընդեղ ենքան փոշի կար, ընդեղ ենքան կեղտ կար, ընդեղ լույս չկար մի գրամ, երբ Հիսուսին եկանք պարտված, եկանք ջարդված, եկանք կոտրված, եկանք մերժված, եկանք ամբողջ աշխարհից հիասթափված, եկանք ու մեր սենյակները սրտի հետ իչքան լիքը փոշի կար, ու նա նայեց ասեց, լսիր, ես չեմ դատապարտում քեզ, որ ինչու են այս սենյակներն այսքան փոշով լցված, չեմ դատապարտում քեզ, ինչու ես լաց լինում, չեմ դատապարտում քեզ, ինչու ես այս արել կամ չարել, ես ուզում եմ ասեմ, բարի գալուստ իմ թագավորություն, ես իմ փառքի ճոխությամբ քո ամեն դատարկ տեղերը, եթե հավատաս ինձ, կլցնեմ, ամեն։ Ես հաշիվս կորցրեցի, դուք էլ երևի իմ հետ կորցրեցիք, բայց ես մի քանի անգամ հարց տվեցի, դուք հավատում եք, որ նա, որ խոստանում է կատարում է, քանի մարդ է վստահում Հիսուսին, դու վստահում ես Հիսուսին, եթե քո մեջ հնչում է տոլավելի, ես ուզում եմ հիշես Իսրայելին, նա վսյոտակի պատասխանեց, երբ որ բողջ ժամանակները լրացան, ես մի հատ ավելի բան ասեմ, նա ում պատասխանը ուշանում է ավելի զորավոր լինելու, ասում է վերջի փառքը առաջինից ուժեղ լինելու, ամեն, հալելույա, եթե դու վստահում ես Աստծուն, ապա տենց վստահելով քեզ հրավիրում եմ ոտքի կանգնել, և ավարտելուց առաջ, երբ որ մենք կաղոթենք, այսօր աղոթելու ենք, որպեսզի կրակի Աստվածը գա քո կյանքում։ Ես խնդրել եմ, որ ինքը ինձ առաջնորդի ինչպես ենք աղոթելու, եւ ես արդեն մոտավորապես հասկացա ինչպես ենք այստեղ այսօր աղոթելու։ Կրակի Աստված, շարժվիր մեր կյանքերի մեջ, քանդելով սատանայի բերդերը մեր մտքերից, Տեր մենք խոստովանում ենք, որ մեր շատերիս մտքերի մեջ կան վախի բերդեր,
ազատագրի մեզ վախի բերդերից, կրակ լցրու այս վայրի մեջ, թող գա Պենտեկոստեի կրակ լցրու այս վայրի մեջ Տեր, փոքիր հեռացրու մեզանից այս քարեղեն սրտերը ու դրա փոխարեն տուր մեզ զգայուն սիրտ, Աստծուն զգացող սիրտ, քանդիր, փոքիր, օշինդրի պես դառը ռելիգիայի արմատները մեր մեջից, դարձրու մեզ կրակենոտներ, քանդիր, հեռացրու, արմատախիլարա, մրմնջալով ահոթելը, ռելիգիոզնի երկերը, ռելիգիոզնի արտահայտությունները, մենք այստեղ ենք կրակե Աստծո առաջ, և մենք աղոթում ենք, որ դու աշխատես մեր մտքերի հետ, մենք խնդրում ենք, այս վայրն այցելես քո կրակով, Հիսուսի անունով ենք խնդրում, այս վայրն այցելիր քո կրակով, ես քեզ տալիս եմ մի քանի րոպե ժամանակ, որ դու աղոթես, դու որ սկզբից ասացիր, թե ես ճանաչում եմ Պենտեկոստեի Աստծուն, ես հիմա ուզում եմ, որ դու ձայնը Գոնե ձայնդ բարձրացրում, ուղղակի ձայնդ մի նայիր այստեղ, խնդրում եմ մի նայիր այստեղ, սկսիր աղոթելը, այսպես ձայնդ բարձրացրում, սկսիր խնդրել կրակ նրանից, Տեր ես քո կարիքն ունեմ, իմ որդիները քո կարիքն ունեն, իմ ընտանիքը ռուախի կարիք ունի, նոր շնչի կարիք ունի, նոր կենդանության կարիք ունի Տեր, փոխիր իմ աստվածաճանաչությունը, փոխիր իմ աստվածաբանությունը, փոխիր Ես ուզում եմ ճանաչել Պենտեկոստեի կրակի Աստծուն, նա որ բերդեր է քանդում, նա որ սրտեր է փոխում, նա որ արմատախիլ է անում հինը ու նորը կառուցում, ես այդ Աստծուն եմ ուզում, հալելույա, աղոթիր, շարժվիր, աղոթիր, հալելույա, ես կրակ եմ ուզում, իմ տուն արի Հիսուս, ես քո կարիքն ունեմ, հարցը նա չի, որ ինձ լեզուներով մկրտես, հարցը նա չէ, որ ինձ պարգևներ տաս, հարցը նա է, որ ես ուզում եմ այդ Պենտեկոստյան կրակը վառիմ սենյակների ավելորդ փոշին, վառիմ սենյակներում գախնի պահած մեղքերը, եկ Պենտեկոստեի կրակի Աստված, եկ Սովորեցրու Տեր քո ժողովրդին աղոթել, սովորեցրու քո ժողովրդին աղաղակել, աղաղակ արձակիր իրանց ներսից Տեր, բարձրացրու իմ աղոթքս հետևյալն է, աղաղակ արձակիր քո ժողովրդի ներսից, սովորեցրու նրանց աղոթել, քանդիր ամեն տեսակի արգելքներ, քանդիր ամեն տեսակի ամոթ, մարդկային կարծիքներից կախված բաներ, քանդիր Տեր, ամեն մարմնավոր բան քանդիր Հիսուս, փոխիր մեր երգը, փոխիր մեր վկայությունը, փոխիր մեր աղոթքը, փոխիր մեր խոսքը, մենք խնդրում ենք քեզ Տեր, որդուդ Հիսուսի անունով, հալելույա, Սուրբ Հոգի, այս երեք կիրակիները տալիս ենք, որպեսզի դու արմատապես փոխես քո ժողովրդին, գաս կրակով, մեր մնջալը մաքրես եկեղեցուց, խախտես լռությունը, խախտես ռելիգիոզնի կարծիքը և պատկերացումը Քրիստոսի նկատմամբ, Հիսուս մաշող կրակ է, Հիսուս մաշող կրակ է, ոչ մեկ չի աղոթելու քո համար, դու ես աղոթելու, ոչ մեկ չի գալու քո տուն, քո հոգսերը լուծելու, դու ես նրանց համար աղաղակելու Աստծուն, ոչ մեկ քո երեխաների հարցը չի լուծելու, քո մոր և քո հոր աղոթքն է լուծելու, երբ որ գա Պենտեկոստեի կրակի Աստվածը վառելու է ամեն կեղտ, ամեն մեղք, ամեն անեծք ու բերելու է իր հետ նոր թարմություն, նումա Ռուախ, նումա, Ռուախ, նումա, Ռուախ, հալելույա, ուղղակի փոքիր կրոնական պատկերացումը քո վրա, մրմնջալով, լացելով, լուր, ասենց աղոթք չկա, կականչել նրան, կականչել այն մեկին, որ հանկարծ
Պենտեկոստեի օրերը երբ լրացան մի հնչյուն երկնքից եղավ մի սաստիկ քամուպես եւ լցվեց Աստծո հոգին ամեն ներկաների վրա եւ կրակի լեզուներ կրակի ինչու որովհետեւ դու կրակի Աստված ես դու Մովսեսի հետ խոսացիր կրակների միջից քո առջև ենք կրակների մեջից պատասխանող Աստված Հալելույա կրակների մեջից խոսեցիր Մովսեսի հետ կրակներով պատասխանեցիր աշակերտներիդ կրակներով պատասխանիր նաև մեզ այսօր Հիսուս մեր Տեր մեր Աստված երկնային Հայր մեր խնդրանքն ու մեր աղոթքը բերեցինք այսօր քո առաջ մոտալուտ ժամանակներում եկող մեր Թագավոր Քրիստոս Հիսուսի անզուգական եւ հզոր անունով եւ բոլոր ժողովուրդն ասեց եւ բոլոր ներկաներն ասեցին ամեն կրակ է Աստված կրակ է երկրպագություն կրակ է աղոթք կրակ է զոհաբերություն կրակ է ավետարանչություն որովհետև այդ ամբողջը պիտի որ շաղախված լինի Սուրբ Հոգու կրակով ամեն եւ ներկա բոլոր ժողովուրդն ասեց Նումա Ռուախ Եկ Պենտեկոստեի Աստված Եկ կրակ է պատասխանով Եկ գերբնական պատասխանով Ես այստեղ եմ Ես քո առջև եմ Եկ կրակով պատասխանիր ինձ կրակով վառիր իմ թշնամուն կրակով վառիր ինձ հալածիչներին կրակով վառիր իմ սիրտը Տեր օտար մեղքերից ու մեղքի գերությունից ինձ դարձնու ազատի որդի ազատի որդի Ես չեմ ուզում մեղքի ստրուկ լինել Տեր Ես ուզում եմ ազատի որդի լինել Ինձ կազատի մեղքի ճիրաններից մենակ Պենտեկոստեի կրակի Աստվածը